Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 27-ի համար իհարկե։ Օրը Կիրակի է, նորալուսնի օրն է, կարող եք լսել նորալուսնի մասին աստղաբանության ալիքում, կլինի անպայման տեսանյութ է, որ տեսնեք, թե ձեզ ինչ է սպասվում։ Նորալուսինը տեղի ունենալու ցուլ նշանում, ցուլի 8 աստիճան ցուլում, տեսեք, թե որտեղ է գտնվում ձեր 8 աստիճան ցուլը, ձեր քարտեզում եւ կհասկանաք, թե որ ոլորտի վրա կանդրադառնա, հենց այդ ոլորտն էլ լսեք, ոչ թե լսեք ձեր դե կարող եք նայել լսել, որովհետեւ օրինակ ինձ մոտ նաեւ դա էլ է անդրադառնում, եթե ինչ որ մի բաներ կան, օրինակ թեկուս հենց Պլուտոնը եւ իմ առաջին տանն է եւ այդպես եթե վերագրենք իմ 10-րդ տանն է նաեւ։ Դրա համար ինչ որ բաներ են փոփոխվում քո կյանքում, ինչ որ բաներ են յուրաքանչյուր բան մեկը մյուսին կարող է համադրի։ Ինչ որ մի ոլորտի, ինչ որ մի բան, հա, ոլորտից ինչ որ մի բան կարող է նրան լինի այդպես։ Դրա համար լսեք եւ ձեր նշանը եւ եթե լուսնային է գիտեք լուսնայինը նշեք նայեք եւ իհարկե ասցենդենտը գիտեք ընդհանրապես ասցենդենտը ինչի են ասում որովհետեւ ասցենդենտն է առաջին տանն է ասցենդենտը ուղղակի շատերի մոտ ասցենդենտը կարող է լինել վերջին աստիճանները եւ ըստ այդ վերջին աստիճանների դուք չկարողանաք հասկանալ դա առաջին տունն է թե որտեղ ինքը արդեն առաջին տան մեջ է առաջին տունը ուրիշ կենթանակերպի նշան է լինելու այդ դա չի լինելու դե համար ովքեր որ գիտեն իրենք թող նայեն իսկ մենք կշարունակենք կանխատեսումը տարվա ծնված նշանների համար է ամսվա ծնված նշանների համար կարող եք նայել մյուս ալիքում եթե կհետաքրքրի մենք կնայենք արդեն առնետներին այս ալիքում կլինի միայն այս քարտերով նման հա սա եւ մյուսը Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 27-ին։ Շատ լավ շրջապատում կլինեք, հնարավոր է նաև ձեր նախկին ընկերներն են, ձեր շրջապատը, որ ճանաչել եք, դասարանցիների հետ կարող եք լինել, կարող եք նաև ինչ-որ մի թաղամաս գնալ, որտեղ որ ապրել եք եւ էլի նորից իրենց հանդիպեք Կամ սա կարող է նշում եք ինչ-որ մի տարեդարձ ձեր կամ ձեր ամուսնության եւ հավաքվում եք եւ նաեւ կարող հիշել անցյալը, հիշեք ձեր երիտասարդությունը, թե երբ եք ամուսնացել, որ տարիքում եք ամուսնացել, այդպես շատերը Իսկ սենց նաեւ կարող եք ուղղակի զգալ, որ արդեն մեծացել եք, հասունացել եք, իմաստուն եք դարձել Նաև ուղղակի, այսպես թե այնպես կտրամադրվեք անցյալի մեջ, անցյալը կխորանաք անցյալի մեջ, կհիշեք անցյալը, հնարավոր նաև այստեղ անցյալից ոչ աղջիկ է գալիս ձեր կյանք։ Տեսնենք ով է ամենայն դեպս այս աղջիկը։ Ինչ որ վեճ է այս աղջիկա հետ։ Կամ կհիշեք վեճը այդ աղջիկա հետ, որ այն թվականներին հիշում ես, այդ ոնց էինք վիճել, չենք խոսում, կամ իրոք սա կարող է վեճը շատ եղեք վեճ որոցյա աղջիկա հետ այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում գնայինք ցուլերին եզերին տարվա ծնված է այստեղ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 27-ին Սա ժամանակ է Լավ քարտեր են, մեկը մյուսից հիանալի քարտեր են, հարգելի ցուլեր Այստեղ ժամանակն է սկսել նոր գործ, ժամանակն է սկսել նոր բիզնես, ժամանակն է կարիերայի մասին մտածել, բարձրացնել ձեր կարիերան Ժամանակ հատկացրեք նաև ձեր եւ աշխատանքին, եւ սիրուն, երկուսն էլ այստեղ ասում է Մի տրամադրեք ժամանակ միայն նրան, եւ նրան անպայման ժամանակ տրամադրեք Եվ ժամանակն է այն սկսելու, ժամանակն է այնպես անելու, որ բարձրանաք վեր Ոմանք շատ ժամանակը կանցկացնեն, բայց ռեստորանում կարող է առիթ է այդ օրը գնում եք ռեստորան, գնում եք կինո, թատրոն, այնպիսի տեղեր, որտեղ պետք է հատուկ տոմսեր գնեք եւ մտնեք։ Եվ այդ օրը ժամադրություն, իսկ կարող գնում եք կինո նայելու։
ժամադրություն կունենան ոմանք, սիրո խոստովանություն, լավ տրամադրություն, բարի տրամադրություն, նաև այստեղ նվերներ, անակնկալներ, կամ դուք կանեք, ձեզ կանեն, ինչ որ հետաքրքիր պահեր կունենաք ուրախալի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ձեզանից լայք, ես նայում եմ, լայքեր չկան։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 27-ին։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի կլինեք, ինչ-որ մի բաներ անելու, ուղղելու համար, նաև կարող է մանր-մուներ գործեր անեք, մանրուքներին հետևեք, փորփրեք, ինչ-որ բաներ գտնեք, որ սխալներ հանկարծ չլինեն, այդպես մանր-մուներ բաներում, և ուղղակի ընտանիքում մանր-մուներ բաների հետևից որ ընկնեք, այստեղ վեճ է, վեճ, կռիվ, նաև չի բացառվում բաժանում, դրա համար հանգիստ մնացեք, ու մանրուքները ձեր ընտանիքը չքանդեն, ինձ այդ մանրուքների պատճառով է, որ ընտանիքներ են քանդվում, հնարավոր է նաև ինչ-որ փոքր-մոքր վիրահատություններ են, ինչ-որ խալեր, չգիտեմ, այնտեղ մսիկներ և այլն ինչ-որ բաներ կարող է հեռացնեք, և այդ օր ուշադիր եղեք, որ սուր գործիքներով աշխատելուց, որպեսզի ձեզ չվնասեք ուղղակի, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք նապաստակներին, ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 27-ին, տանը կլինեք, տան գործերով կզբաղվեք, կամ անիմաստ բաների վրա կվատնեք ձեր ժամանակը, կկորցնեք անիմաստ ժամանակ, կորուստ նաև խաղի մեջ, եթե խաղաք, ուշադիր եղեք, ամենայն դեպս տունը չխաղաք, տան հետ կապված, չգիտեմ նապաստակները խաղում են թե չէ, առհասարակ, տարվա ծնվածներին մի քիչ շա ուրիշ է այստեղ, կապված է թե որ ամսվան եք ծնվել, և տեսնենք կորուստը ինչումն է, ամենայն դեպս այստեղ խաղ կա, ինչ որ մի կին է, կամ այս կնոջ հանդեպ վստահությունը, կամ այս կինը ձեր հանդեպ վստահությունը կկորցնի, կամ դուք իր հանդեպ, կամ կարող է գող է, ինչ-որ մի բան է կարող գողանում, ուզում է ձեզ այնց գողանալ, ամենայն դեպս այստեղ ուշադիր եղեք, խաղի հետ կապված, և հենց իրական խաղը, և յուրաքանչյուր խաղ, որ մարդը կարող է ապրել, դա կարող է փոխաբերական իմաստով է տենց չես խաղում ինչ-որ բաների հետ, և խաղ է դա, ինչ-որ միտեղ խաղը, դրամախաղ և այլն, բայց նաև խաղ ինչ-որ մի բանում, ինչ-որ մի ոլորտում, ինչ-որ մի բանի հետ, որ ասում ես, դե լավ դե, մեկը սենց կլինի, մեկը ոչ մի բան չի լինի, այդպես, թեկուզ այդ աղջիկա հետ, կարող է կորցնում եք այդ աղջիկան, հենց խաղի պատճառով, այսքանը ուշադիր եղեք, զգուշացումներ կային, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք վիշապներին, ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 27-ին, երկերեսանի մարդիկ, կողն ձեզ բաներ առաջարկել, դե երկերեսանի չի, ստեղ երեսանի են, եթե տեսնում, եթե ինչ-որ բան առաջարկեն, մի քանի տեսանկյունից մտածեք, մի քանի տեսանկյունից նայեք իրենց առաջարկը, մի անգամից մի մերժեք, մի անգամից մի ընդունեք, այդպես մի հատ լավ վերլուծեք տարբեր անկյուններից, նոր հետո որոշեք, ընդունում եք թե ոչ, կամ ասեք իրեն թե ոչ, պետք է ասել իրեն արդյոք ինչ-որ մի բան թե ոչ, յուրաքանչյուր բան, ու անցյալից է ինչ-որ մեկը, իբր եկել է այլի նորից փորձում եք վստահել այդ մարդուն և պատմում եք ձեր ներկայիս կյանքը, հավանականություն շատ մեծ է, գիտես մեկի հետ ման եկա, մեկի հետ ամուսնացա, բաժանվա, չգիտեմ ինչ, կարող դնեք, այդպես ձեր կյանքը պատմեք անիմաստ և առանց մտածելու, որ եկել էր ձեր կյանքի մասին տեղեկություններ իմանալ, որ գնալ այստեղ այնտեղ խոսել, այդ օրը նաև ճանապարհ կարող եք գնալ, ճանապարհներին կարող եք լինել,
Ոմանք տանից տուն, երկրից երկիր, ոմանք նաև ուղղակի այս խանութից դուրս կարող եք գալ են խանութ մտնել, հետպես Կիրակի է կարող գնում եք շոփինգի։ Եվ ձեր գործերը կարող եք առաջ տանել։ Նաև հանդիպում շփում որևիցե տղայի հետ։ Տեսնենք ով է։ Ինչ որ գումարային հարց է։ Դուք եք իրեն գումար տալու կամ ինքն է ձեզ գումար տալու կամ գումարի մասին կարող եք խոսել։ Քո տանտերն է, եկել է գումարն է տանում։ Ամուսինն է գումար է ուղարկել, այդպես։ Ինչ որ մեկի հետ գումարի թեմա է։ Արժեք կարող է լինել նաև, ինչ որ տղա է աշխատողը եւ համոզում եք, որ արժեքը մի քիչ իջացնի գնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելիորեն եմ մաղթում։ Գնանք օծերին։ Ճիշտ թռավ։ Վեճ օծեր։ Շատիչ։ Միգուցե տուն եք մաքրում, հավես ունեք Կիրակի, ինչ է սպասվում օծերին ապրիլի 27-ին։ Թռավ, նա էլի թռավ, հնարավոր է այս անգամ ձեր, իհարկե նախորդ նշանին ուրիշ էր ընկել, այս անգամ ձեզ մոտ ընկերը կարող է լինել երկերեսանի։ Ինչ որ մի բան է ձեզ առաջարկում, որը որ այդքան էլ ռեալ չէ։ Մերժելուց կամ ընդունելուց առաջ երկար մտածեք, հետո նոր կամ մերժեք կամ ընդունեք այն, որովհետև պետք է լավ վերլուծել իր ասածը, իր առաջարկը։ Միանգամից այդպես հալածյուղի նման մի ընդունեք։ Եվ հանդիպում շփում ընկերոջ հետ, դե հիմա կարող ինքը չի, առանձին շփվում եք ձեր ընկերոջ հետ, ընկերու հետ կամ նոր մարդու հետ եք ծանոթանում, որ իրոք կարող այդպես է, եկեսանի է։ Հենց ինադու ուզեցել է, որ ձեզ հետ ծանոթանա։ Այդ օրը ոմանք կարող են ուսմամբ զբաղվել, ինչ-որ գիտելիքներ ձեռք բերել, ինչ-որ մի տեղից դասընթացների մասնակցել, նայել YouTube, ինչ-որ բան սովորել։ Նաև ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, ինչ-որ մի բանի, ինչ-որ մի տոկոսը, այդպես կարող է բացահայտվել, իմանաք ինչ-որ մի բան, բայց ոչ լիարժեք, որտեղ մնացած գրքերը այստեղ փակ են։ Դուք ընդամենը մեկ գրքի մասին եք իմանում, մեկ բանի մասին։ Եվ վեճը կամ վեճը, սա կամ տուն եք մաքրել այդ օրը։ Այստեղ կարող է երկեսանի պահեր եք նկատում, վիճում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելիորեն մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին ապրիլի 27-ին։ Բավականին ոգևորված կլինեք, շատ առաջ կգնաք, պես այստեղ, այնտեղ, անընդհատ այս ու այն կողմ կլինեք, նաև նորություն կարող եք լսել, հյուրեր ընդունել, դուք հյուր գնաք, ինչ-որ մարդկանց, ապրանքներ պատվիրեք, բերեն, թեկուզ ուտելիք, թեկուզ, ինչ-որ մի տեղից, մի բան, երկեսանի երրորդ նշաննա դուրս է գալիս, երկեսանի մարդիկ կան, մեկ էլ տեսակ, հենց ինչ-որ մի բանը պատվիրելու հարցում, թեկուզ այնպես անեմ, որ դուք պատվիրեք, դուք էլ վճարեք, բայց եթե ինչ-որ մի կարևոր մի բան առաջարկեն ձեզ, ապա մի քիչ ուշադիր եղեք, որովհետև տեսնում եք 3 դեմք ունի, դուք ինքներդ էլ 3-ով պետք է վերլուծեք, հետո նոր ընդունեք իր առաջարկը կամ թեկուզ մերժեք իրեն։ Եվ փոփոխություն այդ օրը ոմանց կյանքում, ոմանց մոտ սա տանից տուն տեղափոխվել է, ոմանց մոտ սա նաև հղիություն, ծննդաբերություն, ընտանիքում հենց գլոբալ փոփոխություն կարող է տեղի ունենալ։ Դեք ճամփորդում եք, գնում են մարդիկ, ինչ-որ մի բան են գնում են եւ իրանց կյանքն են փոխում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելիորեն մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 27-ին։ Ընդ առաջին քարտը այստեղ։ Տեսնենք ինչի կորուստ է։
Այդքան էլ լավ չի սա։ Ինչ որ մեկը կարող փորձում է ձեր կյանք մտնել, ձեր անձնական հարաբերություններ մտնել։ Շատ այստեղ ուշադիր եղեք, որովհետև կարող է հասարակության կարծիքին ուշադրություն դարձնի տվյալ անձնավորությունը եւ կորցնեք իրար, որովհետև ինչ որ մեկը ինչ որ մի բան այդպես խոսացած կլինի իր ականջին։ Շատ ուշադիր, շատ թույլ մի տվեք նման պահեր, եթե իհարկե չեք ուզում կորցնեք ձեր սերը։ Կապ չունի ամուսին եք, կին, թե ուղղակի դեռ ընկերություն եք անում։ Սա նաև կարող է վստահություն եք։ Վստահությունը կորում է հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ։ Այլևս չեք ցանկանում իր հետ կամ նման, հակառակ սեռի հետ շփում ունենալ, ինչ որ մի բան կարող ձեզ ցավ է տվել։ Եվ առիթ է սա, ոմանք կարող են գնալ առիթ, հարսանիք, ծնունդ, կնունք, ոմանք ինչ-որ միտեղ կարող են գնալ, որտեղ շատ մարդիկ կան։ Դե կարող է այստեղ մի փոքր ազդում է ձեզ վրա, օրինակ մայիսի 1-ի համար կարող գնում եք կենդանաբանական այգի, օրինակ ես որ Հայաստանում եմ ամեն տարի գնում ենք մայիսի 1-ով կենդանաբանական այգի, պարտադիր։ Հնարավոր նման ինչ-որ տեղ եք գնում, կին եք գնում, թատրոն եք գնում, որտեղ շատ մարդիկ կան եւ կարող է ինչ-որ մի գործունեություն եք այդ օրը ծավալում, որը կապված է հասարակության հետ, շատ մարդկանց հետ։ Եվ ընտրության առջև եք կանգնած լինելու։ Ինչ անել, ինչպես վարվել։ Միգուցե սա է։ Միգուցե հասարակության հետ կապված հարցերն են եւ մտածում եք ինչ անեք, հետո ձեր քայլը։ Հետո ինչ անեք։ Ամենայն դեպս ոմանք ընտրություն կարող են անել մազերի գույնի մեջ, հագուստի, բիժուտերիայի մեջ, մարդիկ կարող են շատ լուրջ ընտրության առջև կանգնած լինել եւ խճճվեք չիմանաք ինչ եք ուզում, ինչ անել, ինչպես անել ընդհանրապես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 27-ին։ Ոմանք շատ աշխատանք կունենան այդ օրը, կողմ աշխատանքի եք ընդունում, գնում եք հարցազրույցի, բիզնեսն եք առաջ տանում, այստեղ կամ նոր բիզնեսի ծրագրեր ունեք, դրա մասին եք մտածում։ Նաև կարիերայի փոփոխություն, կարիերայի բարձրացում, հնարավոր ռեստորան եք գնում, կարող երեխայի ծնունդ է, առիթ է, կնունք է, գնում եք այնտեղ, տարբեր մարդկանց հետ կարող եք շփվել, բամբասանքների ներկա լինել, ձեր մասին կարող են բամբասել, կամ ձեր շրջապատում, ձեր կողքը կարող են բամբասել ինչ-որ մեկից։ Ամենայն դեպս առաջ խաղացում է, հատկապես եթե բիզնես բացեք 1-2 օր հետո, ապա դա կլինի առաջ խաղացում, իհարկե։ Այնպես որ առաջ գնացեք։ Ոմանք հղիություն է սա, ծննդաբերություն է։ Ոմանք նաև նոր կյանք կսկսեն, նոր ինչ-որ մի բան կսկսեն իրենց կյանքում անել։ Եվ իհարկե շատ շփում, ուշադիր եղեք, որ այդ շփումը չվերածվի լեզվակռվի ուղղակի։ Այսքանը ձեզ համար, կամ կխոսեք ինչ-որ մեկի հետ, կարող ձեր երեխայի հետ եք խոսում, աշխատանքի վերաբերյալ, խոսում եք, որ կարելի աշխատել, մտի աշխատանքի եւ այլն, կարող նման բաներ եք խոսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղների։ Ինչ է սպասվում աքաղաղներին ապրիլի 27-ին։ Ծանր օր է, դե հա, վայ, օրս ուզում է փչացնի սարը, տեսնում եք, ծանր օր է, դժվար օր է, ծանրաբեռնված օր է, կարող շատ գործեր ունեք, ինչ-որ փորձություն կարող է լինել ձեզ համար, ճակատագրական օր է նաև, ինչ-որ մարդկանց համար կարմայական օր է կա, ճակատագրում ինչ-որ մեկին եք հանդիպում, կամ ինչ-որ մի բան է այստեղ, կամ նաև կարմայի պատասխան է, չի բացառվում,
Ուզում եմ տեսնել ինչ է, որովհետև շատ դեպքերում ճիշտ է շատ մարդ է նայում, բայց այդտեղ կարող է գաղտնիք բացահայտվել, այստեղ նաև կարող եմ ծանր է, օրինակ, սովորելը, ծանր է որևիցե գործեր անելը, բան դասերի հետ կապված, հա, ինչ որ դասեր առաջ մղել։ Սա նաև նշանակում է, որ դուք կատարում եք ձեր պարտականությունները կարմայի վերաբերյալ։ Այսինքն սա ինչ որ մի բանի ուսուցում է, ինչ որ համ ոնց որ սովորում եք, դաս եք քաղում, այդպես կարելի ասել, այս քարտով։ Եվ այստեղ կարող է ինչ որ մի իրադարձություններ կատարվեն, ինչ որ լուրջ իրադարձություններ են սրանք, որոնք որ կարող են կատարվել այդ օրը ձեզ հետ։ Եվ ինչ որ պատճառներ կան իրադարձությունները կատարվելու հետ կապված։ Անպատճառ չէ։ Վերլուծեք ձեր կյանքում ինչ եք արել։ Դրա համար ինչ խնդրի մեջ եք հիմա կամ ինչ իրադարձություններ է լինում, հա, կարող է լավն է լինում եւ դա հենց ասում է, որ այո, դուք ամբողջ կյանքում ինչ որ լավ բաներ ես, այ մի լավ բան ես ստանում։ Այդպես, որովհետեւ գիրքը դա ոնց որ իրոք դաս ես քաղում քո փորձությունից դաս ես քաղում, նույն բանը էլ չես կրկնում։ Եվ տեսնենք ինչի համար եք անհանգիստ, ինչ լարվածություն կա։ Եվ այլի նորից գիրքը զգում եք, ինչ որ շատ կարևոր է սա ձեզ համար։ Գիրքը դասերը իրոք շատ կարևոր են այդ օրը ձեզ համար, այնպես որ դասերով զբաղվեք։ Հենց դա էլի դժվարություններ են։ Սկզբից էլ ասացի, որ սովորելու դժվարություններ կարող են լինել։ Եթե այդ օր ինչ-որ մեկ այդ ինչ-որ բան եք սովորելու, ապա կարող է նաև լարվածություն լինի։ Չհասկանաք մեկը մյուսին տարաձայնություններ լինեն։ Սա նաև կախարդություն է, արգելված։ Չմտնեք այդ օրը ոչ մի արգելված կախարդության մեջ։ Ոչ էլ արեք դիմացինին, ոչ էլ փորձեք անել, ոչ էլ փորձեք հետաքրքրվել նաև այդ օրը։ Եվ իհարկե նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, կարող հենց դա է գրում եք, ջնջում եք ինչ-որ մի բաներ այստեղ։ Եվ իհարկե փաստաթղթերի հետ կարող եք աշխատել, ուսուցչուհի եք եւ այլն եւ հաշվապահ եք, նստած գրանցում եք, կամ ցուցակ եք կազմում առևտուր անելու համար։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 27-ին։ Բան է ուզում ասեի ու նայեք։ Այստեղ կարծես թե ինչ-որ մի բան հենց կանգնած է։ Ուզում եմ ասեի, որ ինքը կայունանում է որևիցե մի բան, բայց ավելի շատ կանգնած է, որը որ ձեզ խոչընդոտներ է բերում։ Ինչ-որ մի բան է կանգնած ձեզ մոտ, ինչ-որ մի բան առաջ չի գնում ձեզ մոտ։ Այդքան էլ ճիշտ, որովհետև կայունությունից հետո, երբ որ մարդու վայ, երբ որ մարդու մոտ ինչ-որ մի բան կայունանում, ինչ-որ մի բան նորմալանում է, հետևից խոչընդոտներ չի կարող լինել։ Տեսնենք խոչընդոտները ինչու՞ց է։ Խոչընդոտները ձեզ համար ստեղծում են ձեր ընկերները։ Հարազատ մարդիկ։ Ընկերուին կամ հարազատ մարդիկ։ Կարող է իրենց եք վստահել ինչ-որ մի բան իրենք չեն անում, դեռևս դրա համար խոչընդոտներ է ստեղծվում, հա, ինչ-որ մի բան իրենցից է կախված եւ իրենք չեն անում դեռ։ Եվ այդ օր ինչ-որ մի բան ձեզանից կգնա նորին տեղ բացելու համար, ինչ-որ մի բան կդատարկվի, կամ դուք ինքներդ ձեզ այդ օր դատարկ կզգաք, որովհետև ինչ-որ ձեր հարազատների հույսը դրել էիք ձեզ ընկերուհու, ընկերոջ, հարազատների վրա եւ իրենք ոչինչ չեն անում եւ դուք ոնց որ ձեզ դատարկ կզգաք, որ չկա այդ մեկը, որ աջակցի ինչ-որ հարցում։
Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դե ոմանց մոտ իրոք ինչ-որ մի բան կարող գնալ նոր կյանքի համար տեղ բացելու համար։ Ուղղակի այս քարտերից մի տեսակ դա ասելը անհնարին է։ Հնարավոր է, բայց հնարավոր է, չի բացառվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 27-ին։ Նոր սեր, սիրահարվածություն, զգացմունքներ, տղայի հանդեպ, կամ այդ տղան ձեր հանդեպ, կամ դուք եք տղան, դուք եք սիրահարվում։ Նաև կարող է լավ բառեր լսեք ձեր մասին, ձեզ սիրված գաք, ձեզ շճոպատում ձեզ լավ վերաբերվեն, տեսնենք ով է այս տղամարդը։ Ուժեղ տղամարդն եք, ուժեղ։ Կարող է նաև պետական աշխատող է, պաշտոնյա է, ում հետ կարող եք հանդիպել այդ օրը։ Նաև կարող եք սիրահարվել, ինչու՞ չէ։ Եվ դա կարող է ինչ-որ մեկն ա, որ ձեզ այդ օրը ձեռք մեկնի, օգնի ձեզ ինչ-որ մի հարցում։ Հովանավորի, թեկուզ ֆինանսապես։ Եվ օձը, տեսնենք ով է սա, օձ է, թե ուղղակի ինչ-որ իմաստություն է, որը պետք է իմաստուն լինեք, որ այս մարդուն օրինակ գրավեք, թեկուզ։ Տան մեջ կարող է ինչ-որ մեկն է մտնում, ով որ օձ է, ով որ այդքան էլ լավ չէ տրամադրված ձեր հանդեպ, հենց գալիս է ինչ-որ մի բան իմանալու, գալիս է ինչ-որ մի բան վրազի, ձեր մասին ինչ-որ մի բան իմանալու։ Եվ այստեղ ինչ-որ մեկը խորամանկ է, ձեր զույգերից մեկը, խորամանկ է։ Նաև ինչ-որ մեկը կարող է փորձել ձեր վստահությունից օգտվել։ Եվ այդ օրը կա սերը, կա սա, ուղղակի ոմանց համար, որ ուշադիր լինեք, որ վեճ չառաջանա ընտանիքի ներսում, տան անդամների տարաձայնություններ, անվստահություն ընտանիքում, ընտանիքի անդամների հետ կապված։ Սա նաև ձեզ կարող է ասում է իմաստուն եղեք, կարող տան հետ կապված հարցեր են, եւ մի փոքր իմաստուն եղեք այդ հարցում։ Ամեն մարդու մոտ ինչ-որ մի հարց կարող է լինել, տուն վերցնել, վարձը տալ, կարող է ինչ-որ մի ձևով պետք է բացատրեք, որ վարձը ուշանում է, բայց ոչ թե վրա տալով, վեճերով, կամ ինչ-որ ուղղակի այնպես բացատրելով, որ մարդը հասկանա, զգա, որ դիմացինը նորմալ մարդ է, հա, այդպես։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։